Այսօր ժամը 18-ին լրացել է հունիսի 7-ին կայանալիք ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցելու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողով առաջադրման հայտ է ներկայացրել ընդհանուր առմամբ 19 քաղաքական միավոր, որոնցից 17-ը կուսակցություններ են, իսկ 2-ը դաշինքներ։ Ներկայացված ընտրական ցուցակների գրանցումը կիրականացվի մինչև մայիսի 3-ը, իսկ պաշտոնական ցուցակները Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում կհրապարակվեն մինչև մայիսի 6-ը։ Ընտրապայքարին մասնակցող ուժերի վերջնական կազմը պարզ կդառնա մայիսի 4-ին փաստաթղթերի ստուգման գործընթացի ավարտից հետո։ Պաշտոնական նախընտրական քարոզչությունը կմեկնարկի մայիսի 8-ին եւ կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ իրենց թիմը պատրաստ է աշխատել 24/7 ռեժիմով երկիրը դուրս բերելու ներկայիս ծանր աշխարհաքաղաքական եւ սոցիալ-տնտեսական ճգնաժամից։ Նա խիստ քննադատության է ենթարկել գործող իշխանություններին նրանց մեղադրելով տարածքային կորուստների, դաշնակիցների վստահության կորստի, տապալված տնտեսության եւ աճող պետական պարտքի համար։ Որպես առաջնահերթություն կուսակցությունը խոստանում է ապահովել երաշխավորված ռեալ խաղաղություն, վերականգնել եկեղեցու դերն ու հասարակության մեջ արդարության գերակայությունը։ Ունենալու ենք միասնական եւ ուժեղ հասարակություն։ Վերականգնելու ենք եկեղեցու տեղն ու դերը մեր հասարակության կյանքում։ Արդարությունը, արդարադատությունը, մարդասիրությունը գերակա է լինելու մեր կյանքում։ Եվ ինչպես խոստացել էինք, ունենալու ենք երաշխավորված ռեալ խաղաղություն, ինչը ես նույնպես երաշխավորում եմ։ Առաջիկա մի քանի հանդիպումների ժամանակ մենք սկսելու ենք ներկայացնել մեր տնտեսության զարգացման նոր ծրագրերը, որը իմ կարծիքով հեղափոխական է լինելու Հայաստանի կյանքում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է իր ընտանիքում տիրող իրավիճակին եւ Աննա Հակոբյանի կառավարական առանձնատուն վերադառնալու թեմային։ Վարչապետը պարզաբանել է, որ թեև հարգանքով է վերաբերվել փետրվարին առանձնատունը լքելու կնոջ որոշմանը, սակայն հաշտ չի եղել դրա հետ եւ ջանքեր է գործադրել նրան վերադարձնելու համար։ Փաշինյանը հաստատել է, որ անձամբ է նախաձեռնել հաշտեցման գործընթացը ընտանեկան միասնությունը վերականգնելու նպատակով։ Ինչ վերաբերվում է մեր ընտանիքի հետ կապված իրադրությանը, իրական կյանքը շատ ավելի բարդ է, քան թատրոնը, եթե չգիտեք, համոզված եմ, եթե մինչև չեք համոզվել դրանում, ձեր հետագա կյանքում անպայման կհամոզվեք։ Երբ որ Աննան հայտարարություն արեց, ես հայտարարեցի, որ հարգանքով եմ վերաբերվում այդ որոշմանը, բայց չհայտարարեցի, որ ես հաշտ եմ այդ որոշման հետ, եւ ես բնականաբար այդ տրամաբանությամբ նաև ջանքեր եմ գործադրել, որպեսզի ձեր ասած իրադարձությունը տեղի ունենա եւ ուրախ եմ, որ դա տեղի է ունենում եւ ուրախ եմ, որ եւս մեկ շանս ունեմ, որպեսզի մեր ընտանիքը պահպանի։ Հայոց ցեղասպանության տարելիցի նախօրեին Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Տեր Եզրաս arczepiskopos Ներսիսյանը հանդես է եկել հայտարարությամբ նվիրված Մեծ Եղեռնի Սուրբ նահատակների հիշատակին։ Սրբազանը շեշտել է, որ հայությունը չի կարող ուրանալ եւ մոռանալ ավելի քան 1.5 միլիոն անմեղ զոհերի արյունն ու արդար հատուցման պահանջը։ Նա կտրուկ մերժել է բոլոր նրանց, ովքեր կասկածի տակ են դնում կամ կեղծում են այս ոճիրը։ Այդ պահվածքը համարելով աններելի հանցագործություն Աստծո դեմ։ Եզրաս Սրբազանը հորդորել է մնալ պահանջատեր եւ շարունակել համազգային ջանքերը հանուն հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ արդարության հաղթանակի։ Ավելի քան 1.5 միլիոն հայ սպանվեց իր իսկ հայրենիքում, իր իսկ տան շեմին, դարձան գաղթական ու որբ, դարձան անտուն ու հայրենազուրկ։ Մենք չենք կարող ուրանալ, մենք չենք կարող դավաճանել, մենք չենք կարող մոռանալ մեր սուրբ նահատակների հեղված անմեղ այրունը, նրանց լույս հիշատակը, արդարադատության նրանց պահանջը։ Ուստի մերժում ենք բոլոր նրանց, ովքեր հրաժարվում ու կասկածի տակ են դնում մարդկության դեմ գործված այս ցեղասպանությունը։ Մերժում ենք բոլոր նրանց, ովքեր կեղծում ու մոռացության են մատնում դարասկզբի ամենամեծ ու հրեշավոր այս հանցագործությունը։
Մայրաթոր Սուրբ Էջմիածինը հայտարարություն է տարածել խստորեն դատապարտելով Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու եւ հարակից հուշարձանների ոչնչացումը։ Ըստ Մայրաթորի պետական մակարդակով իրականացվող այս վանդալիզմը նպատակ ունի Արցախից վերջնականապես ջնջել հայկական հոգեվոր եւ մշակութային հետքը։ Եկեղեցին շեշտել է, որ հայատյաց քաղաքականության այս դրսևորումը կասկածի տակ է դնում Բաքվի խաղաղություն հաստատելու մասին հայտարարությունները։ Մայրաթորը կոչ է արել Հայաստանի կառավարությանը հրատապ ու գործուն քայլեր ձեռնարկել կանխելու հայկական ժառանգության համակարգված յուրացումն ու ոչնչացումը։ Միաժամանակ կոչ է արել միջազգային կառույցներին եւ շահագրգիռ պետություններին ազդու միջոցներով կասեցնել Արցախում իրագործվող մշակութային ոճրագործությունները։ Ռուսաստանի հայերի միությունը խիստ վրդովմունք է հայտնել Ադրբեջանի կողմից Արցախի մշակութային ժառանգության, մասնավորապես Ստեփանակերտի երկու մայր տաճարների հետևողական ոչնչացման կապակցությամբ։ Կազմակերպությունը շեշտում է, որ հայոց ցեղասպանության նախաշեմին իրականացվող այս ավերածությունները շարունակությունն են Իլհամ Ալիևի տարածաշրջանից հայկական հետքը վերացնելու հրապարակային հայտարարությունների։ Հաղորդագրության մեջ անհեթեթ են որակել Բաքվի փաստարկները, թե հուշարձանները կառուցվել են առանց իրենց համաձայնեցման, հիշեցնելով, որ հայկական գլուխգործոցները ստեղծվել են դարեր առաջ, երբ Ադրբեջանն անգամ քարտեզի վրա չկար։ Միությունը միաժամանակ սուր քննադատության է ենթարկել Հայաստանի իշխանություններին, պնդելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խուսափում է ավերված տաճարների մասին հարցերից։ Ըստ միության պաշտոնական Երևանի նման կեցվածքը փաստացի ձայնակցում է Ադրբեջանին եւ արձակում Ալիևի ձեռքերը հետագա ցեղասպան քաղաքականության իրականացման համար։ Ապրիլի 22-ին Հրազդանի երկրորդ դպրոցում Մարդու իրավունքների պաշտպանի եւ Նիդերլանդների դեսպանության համագործակցությամբ ցուցադրվել է սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումներին նվիրված շնորհավոր աղջիկ է ֆիլմը։ Միջոցառմանը ներկա մի Պանահիտ Մանասյանը իր խոսքում նշել է, որ այս երևույթը շարունակում է լուրջ մտահոգություն մնալ հասարակության համար, պայմանավորված կարծրատիպերով տղա երեխա ունենալու նախապատվությամբ։ Պաշտպանն ընդգծել է հանրային իրազեկվածության բարձրացման անհրաժեշտությունը, շեշտելով, որ նման նախաձեռնությունները նպաստում են հանրային մտածողության փոփոխմանն ու մարդու իրավունքների պաշտպանության մշակույթի ամրապնդմանը։ Ամփոփելով քննարկումը ՄԻՊ-ը վերահաստատել է իր պատրաստակամությունը աջակցելու բոլոր այն ջանքերին, որոնք ուղղված են հասարակության մեջ հարգանքի եւ հավասարության միջավայրի ձևավորմանը։ 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների հարազատները կրկին բողոքի ակցիա են իրականացրել Ազգային ժողովի շենքի դիմաց, պահանջելով հրապարակել քննիչ հանձնաժողովի զեկույցը եւ հանդիպում տրամադրել իշխանության ներկայացուցիչների հետ։ Ծնողներն ու падգամավոր Թագուհի Թովմասյանը հրաժարվել են մտնել շենք, քանի որ Ազգային ժողովի ղեկավարությունը հանդիպման համար հատկացրել էր անհամեմատ փոքր դահլիճ, որտեղ հնարավոր չէր տեղավորել բոլոր 190 մասնակիցներին։ Падգամավորի պնդմամբ իշխանությունը միտումնավոր է խոչընդոտում հրապարակային քննարկմանը, իսկ հրավիրված գերատեսչություններից եւ ոչ մեկը չի հաստատել իր մասնակցությունը։ Ակցիայի ընթացքում իրավիճակը լարվել է, երբ ոստիկանական ուժերը թույլ չեն տվել հարազատներին ի հիշատակ զոհվածների 1 րոպեով փակել Բաղրամյան փողոցը։ Հարազատները շեշտել են, որ 6 տարի շարունակ փակ դռների հետևում խապված լինելուց հետո այլևս չեն վստահում իշխանություններին եւ պահանջում են բաց ու հրապարակային պատասխաններ։ Այսօրվա կեղծ իշխանությունը թուրքապատակ խաղաղություն չի բերել, սա ընդամենը ժամանակավոր հրադադար է, քանի որ այնքան բան է խոստացել Էլդովանին եւ Ալիևին։ Եթե չանի հաստատ պատերազմ կլինի, ոչ թե ինքը կլինի, մեկ ուրիշը կլինի, իրանք վախենում են, եթե մեկ ուրիշ իշխանություն գա, կհրաժարվեն Զանգեզուրի միջանցքից, մնացած ոչ հայանպաստ խոստումներից ու ուզած չուզած պատերազմ լինելու է։ Մի խոսքով, մի հավատացեք կեղծ իշխանությանը, այսօրվա թրքահպատակ իշխանությանը։ Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը հորդորել է իր քաղաքացիներին անհապաղ լքել Իրանի տարածքը երկրի օդային տարածքի մասնակի բացումից հետո։ Գերատեսչությունը խորհուրդ է տալիս հետևել տեղական լրատվամիջոցներին եւ չվերթների մասին տեղեկությունները ճշտել անմիջապես ավիափոխադրողներից։ Որպես այլընտրանքային ուղի ամերիկացիներին առաջարկվում է Իրանը լքել ցամաքային ճանապարհով, մեկնելով Հայաստան, Ադրբեջան, Թուրքիա կամ Թուրքմենստան։ Մասնավորապես նշվում է, որ Ագարակ Նորդուս սահմանային կետը բաց է եւ Հայաստան մուտք գործող ամերիկացիները կարող են այստեղ մնալ մինչեւ 180 օր առանց վիզայի ձևակերպման։ Միաժամանակ պետքարտուղարությունը խստորեն զգուշացնում է զերծ մնալ Աֆղանստան, Իրաք կամ Իրան եւ Պակիստանի սահմանամերձ շրջաններ մեկնելուց։
Նախորդին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի Ավանդ հաղամասում գործող աղի կոմբինատում։ Ցերեկը կոմբինատում հոսանքազրկման պատճառով 46 քաղաքացի մնացել է 236 մետր խորությամբ հորատանցքում։ Օգնության են շտապել Երևանի հրշեջ փրկարարական ջոկատներից 2 մարտական հաշվարկներ։ Փրկարարները հատուկ գեներատորներով էլեկտրաէներգիայի սնուցում են ապահովել, ապա բոլորին անվտանգ դուրս բերել։ Տեղում եղել են նաև փրկարար ծառայության հոգեբաններն ու Երևանի շտապօգնության բժիշկների բրիգադներ։ Հորատանցքից դուրս բերվածների մեջ եղել են նաև օտարերկրացիներ։ Հրազդան գետում հայտնաբերվել է դիակը և ճոպանների միջոցով դուրս բերվել ցամաք։ Իրավապահները փորձում են պարզել հանգուցյալի ինքնությունը, ինչպես նաև արդյոք նա որպես անհայտ որոնվող է, որին փնտրում էին ոստիկանության, Մաշտոցի, Մալեթիայի և Կենտրոնականի բաժնի ծառայողները։ Մինչև այդ մի քաղաքացի էր ահազանգել, որ Հրազդանում դի է նկատել, նույնիսկ նկարահանել էր, սակայն գետը քշել տարել էր մահացածի մարմինը, որը փրկարարներն ու ոստիկաններն ավելի ուշ են գտել։ Veolia ջուր ընկերությունը հայտարարություն է տարածել, պնդելով, որ Բյուրեղավանում խմելու ջրի առնչությամբ որևէ շեղում չի հայտնաբերվել։ Հիշեցնեմ, նախորդին Բյուրեղավանի 3 տասնյակ բնակիչներ տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ ջերմության, փսխման, փորլուծության նշաններով։ Կատարված քիմիական հետազոտությունների, ներառյալ մնացորդային քլորի չափումները ցույց են տվել, որ դրանք նորմայի սահմաններում են, նշվում է հայտարարության մեջ։ Մարդկանց զանգվածային թունավորման պատճառը դեռ չի բացվել։ Սերբիայում շարունակվող սամբոյի պատանիների և երիտասարդների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի երիտասարդական հավաքականը 7 մեդալ է նվաճել։ Բրոնզե մեդալի է արժանացել 88 կիլոգրամ քաշային Սեյրան Սարուխանյանը, աղջիկների 72 կիլոգրամ քաշային կարգում Սյուզաննա Մանուկյանը արծաթե մեդալի։ Տղաների 58 և 71 կիլոգրամ քաշային կարգերում նախ Ալեքս Խաչատրյանը, ապա Մեհեր Օհանյանը հաղթել են ադրբեջանցի մարզիկների ու դարձել սամբոյի երիտասարդների առաջնության չեմպիոններ։ Մարտական սամբոյի եզրափակիչ հասած Հայաստանի 3 մարզիկներ Միքայել Թումասյանը, Վադիս Համբարձումյանը, Արեն Հարությունյանը զիջել են գլխավոր գոտեմարտերում և բավարարվել փոխչեմպիոնի կոչումով։ Այսօր մեդալների համար կպայքարի Հայաստանի ևս 7 մարզիկ։ Այսօր ապրիլի 23-ին ժամը 20-ին Հանրապետության հրապարակից կմեկնարկի Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված ամենամյա ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Այս տարի միջոցառումն անցկացվում է «Պայքարը շարունակվում է» կարգախոսի ներքո, խորհրդանշելով հայ ժողովրդի անկոտրում կամքն ու արդարության պահանջը։ Բազմաթիվ հայտնի մարդիկ և հասարակական գործիչներ հորդորել են քաղաքացիներին միանալ երթին, ընդգծելով, որ սա միասնականության և արժանապատվության վառ դրսևորում է։